Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր ես զրուցելու եմ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Մարգարյան, Ադրբեջանը շարունակում է ճնշել, որովհետեւ այլ կերպ այդ ամեն ինչը բնորոշել հնարավոր չէ, նորանոր պահանջներ է առաջ քաշում, Սահմանադրական փոփոխությունների պահանջը ավելի այսպես հստակեցվել է հանել անկախության հռչակագրի վերաբերյալ դրույթը, հղումը ավելի ճիշտ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից եւ վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնականաբար ժխտելով տեսակետը դա Բաքվի ճնշման հետևանք է հայտարարեց, որ քաղաքական իմաստով ճիշտ է համարում իրականում հանել այդ հղումը Սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հաշվի առնելով այն որ տարածաշրջանը այսպես փոփոխվել է, վերափոխվել է եւ խնդիրները փոխվել են, հիմա շատերը դա գնահատեցին երկու խումբ կար։ Առաջինը, որ Հայաստանը արդեն վերջնականապես թույլ է տվել Ադրբեջանին խառնվել Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, իսկ Սահմանադրության փոփոխությունը դա ներքաղաքական խնդիր է, եւ երկրորդ խումբը ասում էր, որ այդ կերպ ըստ էության ազդարարվում է, որ գործող իշխանությունը թաղում է երրորդ հանրապետությունը, այսինքն մենք գնում ենք դեպի չորրորդ հանրապետություն։ Հիմա այստեղ ճշմարտության տարրեր կան, չկան։ Գիտեք, ճշմարտության տարրեր այդ երկու թեզերում էլ կարող են լինել։ Զուտ մեկնաբանության հարց է, որովհետև որքան էլ որ մենք շարունակենք ընդգծել, որ Սահմանադրությունը փոխելու հարցը օրակարգ եկել արդեն 2018 թվականից այդ մասին խոսել է իշխող ուժը եւ այդ մասին նաեւ հանրային դիրույթում բավական շատ դեբատներ են եղել, կարծիքներ են հնչել, այնուամենայնիվ այն պահից սկսած, երբ Ադրբեջանը պաշտոնապես սկսեց խոսել, կապել խաղաղության գործընթացը Հայաստանի Սահմանադրության մեջ առկա անկախության հռչակագրի հղումը կապեց այս երկու հարցը իրար հետ, այդ իսկ պահից մենք կարող ենք ասել, որ Ադրբեջանը ըստ էության խառնվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Այսինքն սա ինչու եմ ընդգծում հենց հատկապես, որտեղ ես կարծում եմ, որ երբ մենք միջազգային հանրության ներկայացնում ենք խնդիրը, մենք սա պետք է անպայման ընդգծենք, որ Ադրբեջանը խառնվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, սա առաջինը։ Երկրորդ ներողություն զուտ փոխլերացում որպես կամ ավելի ճիշտ հիշեցում, վերջերս Ֆիդանը հայկական լրատվամիջոցներից մեկի հայաստանյան Civilnet-ին, եթե չեմ սխալվում, հարցազրույց էր տվել ու այնտեղ ասել էր, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը դա բացառապես Հայաստանի ներքին գործն է։ Այո։ Որը Թուրքիան ասում է այսպես է։ Այո։ Տեսեք, գիտեք, ես այդքան անհանգստացած չեմ, թե այս հարցին ինչպես կվերաբերի թուրք հանրությունը, ադրբեջանական հանրությունը կամ առհասարակ միջազգային հանրությունը, որքան ավելի անհանգստացած եմ, թե մենք ինքներս ներսում ինչպես ենք այս հարցի ուղղությամբ դիրքավորվելու, որովհետև ըստ էության Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որ պիտի գնա ռեֆերենդումին քվեարկի կամ կողմ կամ դեմ, եւ բնականաբար այն հիբրիդային գործիքները, որոնք օգտագործում են Ադրբեջանի կողմից, դրանք բավական արդյունավետ են եւ ես ինքս նույնիսկ իմ ամենօրյա շփումների ժամանակ տարբեր մասնագիտություն, տարիքային խմբերի մարդկանց հետ ես տեսնում եմ, որ ճնշող մեծամասնությունը այնուամենայնիվ այս հարցը դիտարկում է այն տեսակյունից, որ Ադրբեջանի կողմից է պարտադրված օրակարգ է։ Այստեղ նշանակում է մենք խնդիր ունենք, ինչու։ Նախ ես ուզում եմ ընդգծել, որ ես չեմ համարում, որ սա Ադրբեջանի կողմից պարտադրված օրակարգ է, որովհետև եթե ներսում այդ գեներացվում է այդ պահանջը, ապա սրան պետք է արձագանքել։ Դրական կամ բացասական, սա հարցի մյուս կողմն է։ Բայց եթե մենք չենք կարողանում արդյունավետ դիմակայել այդ հիբրիդային գործիքներին, այսինքն զուգահեռաբար հիբրիդային գործիքներ չենք օգտագործում, ապա հավանականությունը շատ մեծ է, որ միջին վիճակագրական սպառողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինքը կարող է դիսինֆորմացիայի զոհ դառնալ եւ ըստ էության սա հանգեցնել նրա, որ իրապես Ադրբեջանը խառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ազդի նույնիսկ ռեֆերենդումի ժամանակ իմ եւ ձեր տված ձայնի վրա։
Այդ երկու դիրքորոշումները, որ դուք հայտնում եք, ներկայացնում եք, տեսեք, իրականում Հայաստանի Հանրապետության վարչապետը բնականաբար պետք է ունենա իր կարծիքը եւ շատ նորմալ է, որ ինքը այդ կարծիքը ներկայացնի։ Բայց ամենևին պարտադիր չէ, որ այդ կարծիքը լայն հանրության կողմից ընկալելի լինի եւ ընդունելի լինի։ Հետևաբար կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ճիշտ կոմունիկացվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Ինչու համար է դա կարևոր։ Ինչու համար է կարևոր, որպեսզի սահմանադրություն մեջ չլինի հղում անկախության հռչակագրի վրա։ Եվ եթե դա հանգեցնելու է երրորդ Հայաստանի Հանրապետության երրորդ հանրապետության ավարտին եւ ազդարարելու է չորրորդի մասին, ապա որն է դրա մոտիվացիան, ինչպիսի ազգային անվտանգային մեր շահերից բխող թեզեր են այդտեղ ներառվելու, որն է դրա օգտակարության գործակիցը լինելու, մենք ինչպես ենք դիրքավորելու միջազգային դաշտում, ինչպես ենք կոպիտ բառ պիտի օգտագործեմ, ինչպես ենք մենք մեզ վաճառելու միջազգային դաշտում։ Այ եթե այս ամենը մենք կարողանանք կոմունիկացնել, միգուցե եւ չորրորդ հանրապետության ազդարարումը իրենից որևէ նեգատիվ ուրեմն կոմպոնենտներ եւ չպարունակի կամ պարունակելու պարագայում շատ չպարունակի։ Տեսեք, դուք ասացիք, որ խնդիր կա նրա հետ, որ Ադրբեջանը կարողանում է, ըստ էության նաև կարողանում է խառնվել Հայաստանի ներքին գործերին, որովհետև այն նարատիվները, որոնք ադրբեջանական կողմը մեջտեղ է բերում, այդ նարատիվները շատ արագ սկսում են գեներացվել ներհայաստանյան քաղաքական դաշտում։ Հիմա օրինակ, եթե կոպիտ օրինակ բերեմ, ասենք իշխանությունը հայտարարի, որ գիտեք ինչ կա, մենք գնում ենք բարեփոխումների, վաղը պետք է փոխվի, ասենք հարկային օրենսդրությունը, ենթադրենք։ Ադրբեջանը ասում է, մինչև հարկային օրենսդրությունը չփոխեք, մենք ձեր հետ բանակցելու որևէ խնդիր չենք տեսնում։ Հա, որովհետև մենք մտահոգ ենք ձեր քաղաքացիների ճակատագրով, իջեցրեք հարկերը, մենք այդ ժամանակ իրար հետ կխոսենք։ Եվ դրանից հետո երբ իշխանությունը գնում է հարկերի իջեցման, այստեղ հանկարծ սկսում են հայտարարել, որ այ գիտեք ինչ կա, Ադրբեջանը տեսեք հասավ այս սրան։ Մենք հիմա քանի որ դուք նաև անվտանգային ճարտարապետության մտակենտրոնի ղեկավար եք, լավ մենք ինչ պիտի անենք, որ այդ կախարդական շրջանից, որը իրոք կախարդական շրջան է վերածվել, դուրս գանք։ Հոյակապ հարց եք վարչացնում։ Իրականում եկեք ընդունենք, որ կարծում բոլորս էլ ընդունում ենք, որ մենք դեռ անցումային փուլում ենք գտնվում։ Այսինքն 2020 թվականից հետո մենք չենք վերականգնվել։ Մեր մոտ շատ լուրջ գիտակցական, ենթագիտակցական տրանսֆորմացիաներ են տեղի ունենում յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ։ Այդ տրանսֆորմացիաները տեղի են ունենում։ Եվ այս պարագայում շատ ավելի հեշտ է մանիպուլացվելը։ Շատ ավելի հեշտ է դառնալ հիբրիդային գործիքների զոհ։ Այստեղ ուժեղ հզոր պետական ինստիտուտներ են պետք։ Պատահական չէ, որ նախնական խոսքում ես ընդգծեցի, որ գաղափարը կարող է լինել շատ լավը եւ եկեք ազնիվ լինենք։ Մենք ունենք խնդիր։ Եթե մենք չունենայինք խնդիր, այսօր հանրային դաշտում, մասնավորապես եւ նաեւ քաղաքական դաշտում, այսքան բևեռացված խոսույթը չէր լինի։ Մենք ունենք խնդիր։ Այսինքն մենք բոլորս հասկանում ենք, որ այդ խնդիրը կարող է հանգուցալուծվել դեբատների առողջ քննադատության միջոցով, բայց այստեղ պետական ինստիտուտները, պետական մեքենան ահռելի մեծ աշխատանք ունի անելու, որովհետև նորից պետք է ընդգծեմ, միայն պետական պաշտոնյաների մակարդակով հայտարարությունները, որոնք արվում են, բավարար լինել չեն կարող։ Յուրաքանչյուր մասնագիտության տեր քաղաքացուն պետք է իրեն հասու լեզվով հասցնել, թե որն է այն բանալին, որը բերելու է այս շրջանի ավարտը, այսինքն որ մենք ուղղակիորեն ազդեցություն չկրենք հենց Ադրբեջանի հիբրիդային գործիքներից։ Այստեղ մենք թույլանում ենք, որտեղ ռազմավարական հաղորդակցությունը մեղմ ասած մեզ մոտ։ Շատ լավ։ Դա շարքային քաղաքացիների դեպքում։ Քաղաքական դաշտում ես հույս ունեմ կամ այսպես մտածում եմ, որ գոնե ճնշված փոքրամասնություն է, այսպես ասեմ, հիմար չեն։ Այ եւ այդ ամեն ինչը հասկանում են, բայց իրենք մտնում են այդ դաշտ։ Հիմար, գիտեք, այստեղ հիմարի հարցը չէ, նորից ես ես ասեմ, որ շատ ավելի դժվար է լինելու քաղաքական դաշտում դա անել, ըստ իս, քան շարքային քաղաքացու պարագայում, որտեղ շարքային քաղաքացին ըստ էության ինչ է անում,
իր առօրյա խնդիրներն է հոգում։ Ինչ է ուզում այսօր շարքային քաղաքացին։ Շարքային քաղաքացին ուզում է լինել անվտանգ, ապրել իր երկրում եւ ուզում է որպեսզի իր որդին ծառայի զինված ուժերում, հա։ Ինքը այդպիսի Հայաստան է ուզում, անվտանգ, ապահով, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետություն է ուզում, բայց քաղաքական ուժերը ձգտում են իշխանության եւ բնականաբար իշխանության ձգտելուց նրանք տարբեր դիսկուրսներ են գեներացնում։ Երբ գործող իշխանությունը ասում է այ քաղաքացու համար էսա պետք, անդիմադիր որոշ ուժեր, այսպես ասում են, դուք կներեք ոչ հայերեն բառեմ օգտագործելու, դուք կալբասային երկիր եք սարքում։ Բնականաբար նորից ինչու, որտեղ դա էլ մեր այդ անցումային Հայաստանի արտացոլանքն է։ Այսինքն եթե մենք դեռևս գտնվում ենք ներկայի, անցյալի եւ ապագայի արանքում, մենք նույնիսկ վերանայում ենք մեր անցյալը, սա չափազանց բարդ գործընթաց է, հա, մենք վերանայում ենք մեր անցյալը, մենք որոշ իրավիճակներ, որոնք եղել են օրինակ 20 տարի առաջ եւ մենք ինչպես ենք այդ իրավիճակները ընկալել, մենք հիմա այլ կերպ ենք դրանք ընկալում։ Այսինքն սրանք ստրեսային իրավիճակներ են, որոնք պետք է արտացոլվեն եւ դա բնական է։ Դրա համար եմ ես շատ պատասխանատվությունը դնում հենց պետական մեքենայի վրա, պետական ինստիտուտների վրա, որովհետեւ նույն են ուժերը, որոնք ձգտում են իշխանության գալու նորից, իրենք կարող են դիմել ցանկացած միջոցների, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին վստահ լինի, որ այդ օրակարգը թելադրվում է Ադրբեջանի կողմից, բայց ես եւ դուք հասկանում ենք, չէ, որ այդ օրակարգը կա, անկախ նրանից Ադրբեջանը դա բարձրացնում է թե չի բարձրացում, մենք պետք է ֆիքսվենք նրա վրա, ինչը մեր օրակարգն է, ինչը մեզ է պետք։ Իսկ եթե դաշտում գեներացվում են այս մտքերը, նշանակում է կա այդ պահանջարկը կա, որ մենք պետք է ճիշտ ու սխալ անենք, լավ ու վատ անենք, անցյալ, ներկա, ապագա դիսկուրսում գտնենք մեր համար ռեալ պոլիտիկի վրա հիմնված քաղաքականություն, որպեսզի կարողանանք դիրքավորվել լավ, եթե ոչ, գիտեք, միջազգային ասպարեզում տարածաշրջանից դուրս, ապա առնվազն գոնե մեր տարածաշրջանում կարողանանք դիրքավորվել։ Ես այս տեսանկյունից եմ հարցը նայում, գիտեք, էական չի, մենք պետք է կարողանանք այդ դիմակայունությունը մեր մեջ ձևավորել, եւ էական չի, ինչ է ասում Ադրբեջանը։ Ես միշտ երբ առիթ է լինում ադրբեջանցի փորձագետների հետ զրուցելու, միշտ ընդգծում եմ, որ գիտեք, եթե ես լինեի օրինակ ձեր փոխարեն եւ ուզենայի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չփոխեր իր սահմանադրությունը, ես կվարվեի այնպես, ինչպես դուք եք վարվում։ Այսինքն դուք միտումնավոր եք անում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում լինի քաոս, որպեսզի դուք ազդեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու գիտակցության վրա։ Այ մենք պիտի կարողանանք բարձր գտնվել դրանից, բայց այստեղ նորից պիտի ընդգծեմ, պետական մեքենան առելի մեծ աշխատանք ունի անելու։ Դե շատերը բարձրությունից վախենում են։ Տիկին Մարգարյան, քանի որ ռեալ պոլիտիկի մասին խոսքը գնաց, եկեք վերադառնանք Ադրբեջանի պահանջներին եւ վերադառնանք նաեւ մեր սահմանադրությանը, տեսեք, իշխանությունները բազմիցս ընդգծել են, որ լավագույն դեպքում սահմանադրական հանրակրվե կարող է Հայաստանում տեղի ունենալ 27 թվականին, նույնիսկ 26-ին էլ չէ, այսինքն նույնիսկ տարբերակ կար, որ կարելի է անցկացնել հերթական խորհրդարանական ընտրություններին զուգահեռ, բայց հետո չգիտեմ, խելացի մարդիկ երևի հուշեցին, ասեցին դրանք երկու ահռելի process-ներ են եւ համատեղել չի կարելի։ Մանավանդ որ խոսքը գնում է ոչ թե փոփոխություններ, այլ սահմանադրության փոխման մասին, ամբողջական համարյա։ Հիմա Ադրբեջանը երբ ասում է, այ ես կստորագրեմ խաղաղության համաձայնագիր միայն այն պարագայում, երբ սահմանադրությունը Հայաստանի փոփոխված կլինի, այդ նշանակում է, որ Ադրբեջանը ժամկետ է վերցնում մինչև 27 թվական։ Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, կարելի է նաև ասել, որ հայկական կողմն էլ այնքան էլ դեմ չի այդ տարբերակին։ Այսինքն մենք հա պետք է եւ խոսում ենք խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին, բայց մեզ էլ է ժամանակ պետք է, ինչի համար է այդ ժամանակը պետք է Բաքվին եւ ինչի համար է պետք է այդ ժամանակը Երևանին։ Տեսեք, գիտեք, ես երևի թե չի համաձայնի այդ ձևակերպման հետ, ժամանակ պետք լինելու ձևակերպման հետ չի համաձայնի ոչ Ադրբեջանի պարագայում, ոչ Հայաստանի պարագայում։ Ինչու՞, որովհետեւ եթե խոսենք Ադրբեջանի մասին, Ադրբեջանը ունի իր գլոբալ ռազմավարությունը։ Եվ անկախ նրանից դա կտևի 10 տարի, 15 թե 20 տարի, իրենք հետևողականորեն գնում են իրենց ռազմավարության կոմպոնենտների իրականացմանը։ Բնականաբար Ադրբեջանին ամենևին ձեռնտու չէ, որպեսզի խաղաղության պայմանագիրը ստորագրվի, համաձայնագիրը ստորագրվի հենց մի պարզ պատճառով, որովհետև դա իր հետևից դռներ է բացելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Այսինքն սա առաջին
թերևս հարցը ինչու այսօր Ադրբեջանը չի գնում համաձայնագրի ստորագրմանը հենց դա է, որովհետև եթե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դառնում է իրատեսական, ապա նշանակում է տարածած շրջանը սկսում է շնչել, նշանակում է սահմանները բացվել եւ այլն, ներդրումներ, որոշակի կայունություն, եւ այստեղ արդեն Հայաստանը կլանելու, խեղճացնելու, այսպես կցորդ պետություն դարձնելու քաղաքականությունը ամբողջովին տապալվում է։ 5 տարի պետք լինի, 5 տարի ինքը այդ ճանապարհով կգնա, եթե աշխարհակաղակական զարգացումները նպաստավոր լինեն, 10-15 կապ չունի։ Ինչ վերաբերում է մեզ, չեմ կարծում, որ մենք բնականաբար սա հասկանում ենք եւ շատ լավ գիտակցում ենք, որ մեկ օր շուտ այս համաձայնագրի ստորագրումը նպաստելու է նորից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկին, որովհետեւ որքան էլ որ մենք հիմա բանակցում ենք, կա պոզիտիվ օրակարգ, հատուկ, բանագնացները, երկխոսում են եւ այլն, այնուամենայնիվ դեռևս սահմանը փակ է։ Հետևաբար ես կարծում եմ, որ այստեղ մենք այնուամենայնիվ պետք է շարունակենք հնարավորինս ակտիվացնել մեր շփումները այն միջազգային գործընկերների հետ, որոնք շահագրգռված են, որպեսզի համաձայնագիր այսօր ստորագրվի, եւ մասնավորապես ես իհարկե խոսում եմ Թուրքիայի մասին, ես խոսում եմ Միացյալ Նահանգների մասին, ես խոսում եմ նաեւ Եվրոպական միության մեր շատ մտերիմ գործընկերների մասին։ Այսպես եմ ես դիտարկում իրավիճակը, որովհետև եթե մենք հարցը դիտարկենք ժամանակ ուրեմն ձգելու տեսանկյունից, ապա այդ պարագայում մենք որևէ շահ չենք ունենալու։ Միգուցե դուք տեսնում եք, ես չեմ տեսնում։ Ես այստեղ գնահատողի դերում չեմ, հարցեր եմ տալիս, ուղղակի հիմա տեսեք հարց, որը կապված է եւ հայ-թուրքականի եւ հայ-ամերիկյանի հետ։ Ապրիլ 24-յան ուղերձը Դոնալդ Թրամփի շատ տարօրինակ քննարկման թեմա դարձավ, ինչ իմաստով, որովհետեւ հիմնականում, ինչպես ամեն տարի, կենտրոնացած էին նրա վրա, թե ինչ տերմին կօգտագործի ցեղասպանություն, թե մեծ եղեռ, օգտագործեց մեծ եղեռ։ Բայց այնտեղ կար մի մեսիջ, ոչ հայերեն բառ։ Մեսիջ կար, որ այնպեսի տպավորություն է, որ ամբողջ ուղերձը գրված էր դրա համար։ Թրամփի ուղերձում ասված էր, որ Միացյալ Նահանգները անհամբեր սպասում է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության շարունակականությանը։ Նախ դրանով Թրամփը ըստ էության ասեց, որ գործընկերության համաձայնագիրը, որ ստորագրվել էր Երևանի եւ Վաշինգտոնի միջեւ դեռևս Բայդենի օրոք, գործում է նաև Թրամփի վարչակազմի համար, եւ երկրորդ ըստ էության ակնարկ էր, որ Միացյալ Նահանգները սպասում է գործողությունների Երևանից, որտեղ իրենք սպասողի դերում են, այսինքն նախաձեռնության, այսպես գնդակը ձեր դաշտում է տարբերակով։ Ինչու հիմա։ Որովհետեւ այդ ուղերձը կարող էր այլ առիթով արվել, ասենք մայիսի 28-ին։ Գիտեք, հիմա, քանի որ Հայաստան եւ Միացյալ Նահանգները այլևս ռազմավարական գործընկերներ են, յուրաքանչյուր ուղերձ իր մեջ ռազմավարական գործընկերության ուղղությամբ հղում պարունակելու է։ Այո, ես այդ համաձայն եմ, որ այդ ուղերձում կարծես թե շեշտը դրվում էր հենց ռազմավարական գործընկերության վրա, եւ սա հոյակապ իրողություն պետք է որակենք։ Նախ երբ ստորագրվեց այդ փաստաթուղթը, մենք բոլորս էլ հիշում ենք, որ դա տեսակ շրջանակներ խոսում էին նրա մասին, որ սա ժամանակավրեպ է, որ գնացող վարչակազմի հետ չեն ստորագրում եւ այլն, բայց բոլորս էլ պարզ է, որ ստորագրում են պետության հետ, այլ ոչ վարչակազմի հետ։ Եւ եթե Թրամփի վարչակազմը գար եւ ուզենար վերանայել, ապա իրեն կվերանային դա, հա։ Եվ այն, որ հղում է հատուկ Անդորում որ վերանայելը Թրամփի մոտ շատ լավ է ստացվում։ Միանշանակ։ Եվ ընդ որում, որ ապրիլի 24-յան ուղերձում հենց հղում է կատարվում ռազմավարական գործընկերության փաստաթղթին, դա նշանակում է արդեն 100-րդ անգամ մոտավորապես վերահաստատում, որ մենք հանձնառու ենք շարունակել Հայաստանի Հանրապետություն ձեր ռազմավարական գործընկերությունից բխող ուրեմն ոլորտները, այն ոլորտները, որոնք ներառված են այդ ոլորտներում աշխատանքները։ Հիմա տեսեք, Հայաստանում է գտնվում ամերիկյան միջուկային, գիտենք, տեխնոլոգիաների գծով առաջատար, ուրեմն կազմակերպություն։ Բոլորս էլ պարզ է, թե ինչու պետք է այդ կազմակերպությունը գա Հայաստան։ Մենք այստեղ մի փոքր ատոմակայան է պետք, չէ՞։ Մի փոքր ատոմակայան, բայց բացի այդ մի փոքր ատոմակայանից կարծում եմ այստեղ նաև որոշակի ռիսկերի կառավարման
մեխանիզմ է դիտարկվում, որովհետև եթե մենք մեծամորի հետ ունենանք խնդիրներ, մասնավորապես եկող ռուսական կողմից, ապա նաև պետք է դիտարկել մեծամորի սպասարկման հնարավորությունը այլ հնարավոր գործընկերների միջոցով եւ սա կարող է լինել հենց ամերիկյան կողմը այսինքն ես կարծում եմ որ այստեղ մենք բավական լուրջ կարող եմ ասել գիտեք չեմ ուզում ասել ձեռքբերում որովհետեւ դա դեռևս ձեռքբերում չէ դա աշխատանք է որը հետեւողական կատարելու պարագայում ինքը բերում է մենք ունենք այդ չէ մենք հայրս ունենք այդ մենք անչափես ինչ որ արդյունք ենք ուզում տեսնել եւ ասել որ այս սա մենք ունեցանք այդպես այս պարագայում չի կարող լինել երկրորդ նույն 1-2-3 համաձայնագիրը մենք գիտենք որ երկար ժամանակ արդեն կողմերը այս ուղղությամբ բանակցություններ են վարում որպեսզի Հայաստանը կարողանա ձեռք բերել այդ տեխնոլոգիաները, հա, միջուկային, որը պարտադիր պայման է Միացյալ Նահանգների պարագայում, դրա համար էլ իրանք տվյալ պետությունների հետ որ գնում են այդ ուղղությամբ աշխատելու, իրենք 1-2 agreement համաձայնագիր է կոչում, դրա շուրջ աշխատանքներ են տարում։ Սա էլ է, այսպես շատ ստաբիլ, առաջ է գնում եւ հենց այս այցը նաև դրա մասին է խոսում, հա։ Երրորդ, սահմանային անվտանգության վերաբերյալ մեր օրակարգը, որը ես թերևս երկրորդ կարևորության առաջնահերթությունների առումով երկրորդն եմ, հա, դիտարկում, առաջինը հենց միջուկային տեխնոլոգիաների առումով հարցը եւ երկրորդը սա։ Սա էլ չափազանց կարևոր է, որովհետեւ գիտեք, մենք շատ կարևոր է իհարկե, որ մենք մեր սահմանները կարողանանք ինքներս կառավարել, բայց նաև պետք է ընդունենք, որ մենք այդ կառավարելու կարողությունները հմտությունները եւ նաեւ կարողությունները ես կարծում եմ եւ նաեւ կարողությունները որտեվ հմտությունները եթե մենք դիտարկենք միայն նշանակում է մենք ունենք բավարար փորձառու այլևս մասնագետներ եւ քանակական առումով եւ փորձի առումով որպեսզի անենք բայց կարողություններ նշանակում է որ այնուամենայնիվ փորձառության նաեւ զարգացնելու խնդիր ունենք եւ շատ լավ եթե մենք դա կարողանանք անել Միացյալ Նահանգների աջակցությամբ հա որտեվ սա ստեցին հետո բերելու է ինչին ընթացքում սա հենց հանդիսատեսի համար եմ ընդգծում որ բերելու են արդյունքին որ բոլորը սպասում ենք բերելու հենց սահմանային անվտանգության ամրապնդման է հա այսինքն եթե հայ-ամերիկյան հենց ռազմավարական գործընկերություն ենք վերցնում ես կարծում եմ սա այն ոլորտն է որտեղ մեր մոտ ստաբիլ այսպես քայլ առ քայլ ամեն ինչը ճիշտ ժամանակին գրաֆիկի համաձայն այսպես առաջ է գնում եւ մենք կարծում եմ այստեղ անհանգստանալու որևէ շարժառիթ չպիտի ունենանք բայց միանշանակ իհարկե պետք է մշտապես դիրքավորենք տարածաշրջանում այնպիսի պետություն, որի շահերի ամրապնդումը ամենևին չի նշանակում ռուսական կողմի շահերի ամրապնդում։ Հիմա տեսեք, օրինակ ոչ շատ վաղուց տեղի ունեցավ պատմական իրադարձություն, կարելի ասել, հայ-իրանական համատեղ զորավարժություններ, ճիշտ է ամեն կողմը իր սահմանից անդիներ եւ կար մտավախություն որ Միացյալ Նահանգները հատկապես մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համապատկերում կարող է փոքրինչ սուր արձագանքել, արձագանք չեղավ վատ իմաստով եւ արդյոք դա նախ նրանից էր որ հայկական կողմը ճիշտ էր փաթեթավորել եւ ներկայացրել եւ երկրորդը Այս դեպքում գործ ունենք Միացյալ Նահանգներ Իրանի Իսլամական Հանրապետություն շահերի համընկնման հետ։ Գիտեք, ես առաջին ֆակտորը կուզենայի ընդգծել, մենք գրագետ ենք աշխատում, այսինքն բնականաբար այդ զորավարժությունը անցկացնելը ունի հիմնավորում, հա, մենք մեր շահերից է բխում դա է, բնականաբար մենք այս ուղղությամբ աշխատել ենք բոլոր այն կողմերի հետ, որոնք կարող են պոտենցիալ մտահոգություններ ունենալ այդ զորավարժությունների անցկացման վերաբերյալ։ Եվ նույնը կարող եմ ասել նրա մասին, երբ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը տեղակայվեց, այստեղ շատերը ասում են, այ Իրանի Իսլամական Հանրապետությունն աշխատեցինք։ Եվ հետեւաբար սրանից բխում է նաև ձեր երկրորդ դիտարկումը, որին ես այո համաձայն եմ։ Այո, ես համաձայն եմ, որ այստեղ մենք գործ ունենք նրա հետ, որ այս հարցում Միացյալ Նահանգների եւ Իրանի շահերը եթե ոչ իդենտիկ են, ապա առնվազն չեն հակասում իրան, բայց եթե միայն այս երկրորդ ֆակտորը վերցնենք, ինքը բավարար լինել չի կարող, ինքը կարող է դառնալ բավարար, եթե դու դա համեմում ես առաջին ֆակտորի հետ, այսինքն փաթեթով ես ներկայացնում, այսինքն մենք այստեղ հաջողել ենք եւ սա էլ գիտեք, կուզենայի ընդգծել սա էլ այսպես
մեր մոտեցումների կաղապարված լինելու մասին է խոսում, հա։ Տեսեք, օրինակ Ադրբեջանը վերցնենք օրինակ, որը բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի Միացյալ Նահանգների հետ կարողանա խորացնել իր հարաբերությունները, ընդհանուր մինչև Իսրայելի միջոցով, Իսրայել, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ, ինչ որ ռազմավարական ձևաչափ, բայց զուգահեռաբար իրենք Չինաստանի հետ ունեն, չէ, ռազմավարական գործընկերություն, եւ ինչպես են իրենք փաթեթավորում դա, գրագետ են փաթեթավորում, ասում ենք 20 թվականից հետ, մենք մինչև 20 թվական էլ վարել ենք դիվերսիֆիկացված քաղաքականություն, բալանսավորել ենք, 20 թվականից հետո արևմուտքը այսպես մեր հանդեպ իրեն ոչ ճիշտ է դրսևորել եւ մենք մեզ դիրքավորում ենք որպես կամուրջ արևմուտքի եւ արևելքի միջեւ, հետեւաբար Չինաստանը մեր համար կարեւոր է, մենք էլ Չինաստանի համար ենք կարեւոր, բայց մենք շարունակելու ենք նաեւ արևմուտքի հետ աշխատել։ Նկատի ունեմ աշխարհը շատ վաղուց արդեն այս ուղղությամբ է գնում։ Օրինակ երբ նախկինում մենք Իրանի ֆակտորը հաշվի առնելով Իսրայելի հետ չէինք հարաբերություններ զարգացնում, մենք հետո դրա հետևանքը տեսանք, բայց միգուցե պետք էր Իրանի հետ աշխատել այն փաթեթավորման, որ զուգահեռաբար կարողանայինք Իսրայելի, որովհետև Ադրբեջանի մոտ դա ստացվում էր հոյակապ եւ հիմա էլ է ստացվում։ Այսինքն նկատի ունեմ այդ բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը, որքան էլ ես որպես իրեն արտաքին քաղաքականության կուրս չեմ ընդունում, ես դա համարում եմ գործիք, այնուամենայնիվ, եթե դիտարկենք իրեն որպես գործիք, ինքը շատ արդյունավետ գործիք է եւ մենք միշտ մեր առաջ պետք է ունենանք այս փոքր պետություն Ադրբեջանի օրինակը, որը այդ գործիքները օգտագործելով այսօր կարողանում է մանևրականության լայն դաշտ ապահովել իր համար եւ այո ինքը Չինաստանի հետ ռազմավարական գործընկերություն ունի, ինքը ունի նույնը Թուրքիայի հետ, ունի նույնը Ռուսաստանի հետ եւ գլուխ է գովում եւ այսպես դիրքավորվում է արևմուտքի մոտ, մասնավորապես Թրամփի վարչակազմի մոտ, որ ինքը միակն է տարածաշրջանում, ով ունի կարգավիճակը, հետեւաբար ինքը իրեն կարելի է վստահել, հետեւաբար ինքը խելացի քաղաքականություն է վարել, նույնիսկ իրեն կարելի է դիտարկել միջնորդ, ինչու ոչ, նաեւ, հա, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այսինքն գաղափարներից երբ մենք փորձենք հնարավորինս դուրս գալ, մենք կտեսնենք, որ լայն դաշտ կա գործելու եւ այո, ես շատ կողմ եմ, որպեսզի մենք Չինաստանի հետ փորձենք հնարավորինս ձևավորել նաև ռազմավարական գործընկերություն։ Ուղղակի ճիշտ փաթեթավորում է պետք գտնել։ Տեսեք, քանի որ այսպես գնացինք տեսական դաշտ, նայեք, Իրան-Հայաստան զորավարությունների մասին խոսեցինք։ Մոտ 1.5 ամսից Հայաստանում լինելու են հայ-ամերիկյան զորավարություններ։ Եվ այստեղ ինչ շատ սիրելի շրջանակի կողմից, ինչ սիրելի շակերտներով եմ ասում, անընդհատ այդ հարցը հնչում է՝ բառ Ռուսաստան։ Ինչ Ռուսաստան։ Բառ Ռուսաստան, ախր մենք Ռուսաստանի հետ վերջին անգամ չենք էլ հիշում, երբ ենք զորավարություններ։ Շատ լավ, որովհետև դրա անհրաժեշտությունը չկա։ Եթե կգա ինչ-որ ռազմավարական գործընկերներ։ Տեսեք, ռազմավարական գործընկերությունը իմ ամենասիրած արտահայտությունն է, նախադասությունն եմ անելու։ Ռազմավարական գործընկերությունը դա կենթանի օրգանիզմ է։ Մեր բոլոր խնդիրները սկսել են ծագել են ժամանակ, երբ մենք ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ դիտարկել ենք որպես ստատիկ երևույթ։ Այս շատերի մոտ ինչու է թերահավատորեն, շատերը վերաբերում են թերահավատորեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը։ Ինչու, որովհետև մեր գիտակցության մեջ ռազմավարական գործընկերությունը ստատիկ է, այսինքն մենք պատկերացնում ենք, եթե մենք ռազմավարական գործընկերներ ենք, ուրեմն բոլոր ոլորտներում մեր շահերը պետք է իդենտիկ լինեն եւ ասոցացվեն մեկը մյուսի հետ։ Այդպես չի աշխատում։ Աշխարհում ռազմավարական գործընկերությունները այդպես չեն աշխատում։ Հիմա, ինչ վերաբերում է Ռուսաստանին, 2020 թվականից այսօր բազում գետնի վրա իրողություններ են եղել, որոնք ապացուցել են, որ Հայաստան եւ Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունները վերանայման կարիք ունեն։ Դե յուրե վերանայման կարիք ունեն։ Դա նշանակում է, որ մենք պետք է նախ արձանագրենք, որ մենք ունենք խնդիր, կարծես թե արձանագրել ենք, կարծես թե այս этаպը կարող ենք համարել այսպես մեկ կետ ավարտված, հա։ Հիմա մենք գտնվում ենք երկրորդ փուլում, ըստիս։ Վերանայման փուլում ենք գտնվում եւ շատ նորմալ է, որ նույն ռազմատեխնիկական ոլորտում մենք կարող ենք չունենալ շատ մոտ փոխգործակցություն, որովհետեւ ռազմատեխնիկական ոլորտում մենք հիմա աշխատում ենք այնպիսի պետությունների հետ, որոնց կարողությունները փորձում ենք սինխրոնացնել, ներդնել մեր պաշտպանական համակարգերում։ Ընթացքում ռուսական մոդելը եւ ես կարծում եմ կարող է նաեւ որոշակի առումով ինտեգրվել մասնավորապես եթե հարցը վերաբերում է Հնդկաստանին, եթե մեր շահերից դա բխի, ինչու ոչ։
Այսինքն մենք պետք է նայենք մեր շահերի տեսանկյունից, ինչու ենք փորձում միշտ հակադրվել։ Մենք ինքներս ասում ենք, որ Հայաստանը չպետք է լինի արևմուտքի եւ Ռուսաստանի միջև կռվախնձոր, բայց մենք ինքներս շատ հաճախ ձեր կողմից մատնանշած շրջանակները իրենք են Հայաստանը դնում հենց այդ կռվախնձորի ուրեմն կարգավիճակի մեջ, բայց այդպես չի։ Հետո էլ վազում են Մոսկվա, բողոքում են, ասում են, այ տեսեք, մեր իշխանությունները մեզ չլսեցին։ Նաև դա, այո, նաև դա, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ այս առումով գրագետ է արվում։ Ռուսաստանը այնպիսի պետություն է, որին չի կարելի կամարել, որի կարևորությունը եւ նշանակությունը չի կարելի չնկատել, Ռուսաստանին կարելի է սիրել, կարելի է չսիրել, բայց Ռուսաստանի հետ պետք է աշխատել։ Պարզապես այն մեթոդաբանությամբ, որ մենք տասնամյակներ շարունակ աշխատել ենք Ռուսաստանի հետ, դա բերել է տոտալ կախվածության։ Եվ այդ կախվածության հետևանքները մենք տեսանք 20 թվականից մինչև հիմա տեսնում ենք։ Զուտ մեթոդաբանությունն է փոխվել պետք ռուսների հետ աշխատելու։ Գիտեք, եւ շատ հաճախ ես ռուսներին չեմ էլ մեղադրում։ Ես գիտեմ, որ հիմա ինձ կքննադատեն նրա համար, ինչ որ ես ասում եմ։ Մենք սովոր ենք շատ ասել, այ ռուսները մեղավոր են, սա արեցին, նա արեցին եւ այլն, բայց ես եմ իմ շահերի պաշտպանողը, ես եմ իմ շահերը ձևակերպողը։ Թողել ես արել են, հա։ Այո։ Ես իհարկե հերու եմ շատ իդեալականացնելուց իրավիճակը, բայց ես վստահ եմ, որ երբ մեր մոտ տեղի ունենա այդ գիտակցական փոփոխությունը, մենք մեզ դիտարկենք որպես սուբյեկտ, մենք ինքներս մեզ դիտարկենք սուբյեկտ, մենք ամենևին չենք նեղվի նրանից, որ Ալիևն ասում է պիտի փոխեք ձեր սահմանադրությունը, մենք ամենևին չենք նեղվի նրանից, ինչ ուրիշներն են ասում, մենք կկենտրոնանանք մեր անելիքների վրա, եւ կարծում եմ սա է միակ ճանապարհը, որ մենք կարողանանք իրական պետականակենտրոն օրակարգեր ձևավորել եւ սպասարկել։ Փաստորեն թռչելուց առաջ պետք է քայլել սովորել։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը, ես Լևոն Սարդերանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։